Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների ապրիլ եւ մայիս ամիսների վճարումներն անելու համար կառավարությունը 209 միլիոն դրամ է հատկացրել։ Աջակցությունը տրվում է այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 եւ ավելի տարի դասակարգված են անհուսալի դասով եւ մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Փետրվարից մեկնարկած ծրագրին ապրիլի 23-ի դրությամբ դիմել է ավելի քան 9600 քաղաքացի, որոնցից սակայն բավարարվել է 3594 անձի դիմում։ Դիմումները այս պահի դրությամբ, այսօրվա ապրիլի 23-ի դրությամբ ընդհանուր կազմում է 3594։ Դիմել են փետրվարի 1-ից եւ դիմումների թիվը հաստատված փետրվարի 1-ին մարտի 20-ի դրությամբ վճարված կազմել է 1896 հոգու։ Հետո մարտ ամսին դիմել են եւս 1072 անձ եւ ապրիլի վերջին, երբ որ համատեղ փետրվար եւ մարտ ամիսների վճարումը կազմակերպեն, կկազմի ընդհանուր 2968 անձ։ Տարբերությունը հաջորդ ամսվա արդեն մայիսի 20-ին կվճարվի այդ տրամաբանությամբ, որովհետեւ ՊԵԿ համակարգով հարկերը հաշվարկվում են եւ մենք այդ հարկերը տեսնում ենք հաջորդ ամսվա 20-ից հետո։ Ծրագրի պոտենցիալ շահառուները 218,000-ն են, որոնց վարկային բեռը 218 միլիարդ դրամ է։ Ծրագրի մեկնարկի ժամանակ նրանցից 40,600-ն արդեն իսկ ուներ ֆորմալ զբաղվածություն։ Մենք դիտարկում ենք, որ 26 թվականի հունվարի 31-ին առնվազն 90,000 անձ եւս կկարողանանք ներգրավել այս ծրագրի շրջանակներում եւ մենք կունենանք մեր 218,000 նախանշված թիրախմբից առնվազն 60%-ի ներգրավում, որոնց թիվը ընդհանուր առմամբ կկազմի 131,000 անձ։ Վարչապետին հետաքրքրեց, իսկ որն է պատճառը, որ ավելի քան 40,000 աշխատող ու անհուսալի վարկ ունեցողներից ծրագրին դիմել է 3600 անձ։ Արդյոք պատշաճ իրազեկում իրականացվել է, հետաքրքրվեց Փաշինյանը։ Տեսեք, այս դեպքում էլ ենթադրենք 40,000 մարդ կա, որը այսօր էլ աշխատում, աշխատավարձ ստանում, եկամտային հարկ է վճարում։ Մարդը ընդհանրապես պետք է դիմի, որ իր արդեն իսկ վճարած եկամտային հարկը ուղղվի այդ նպատակի իրագործմանը։ Օրինակ, մարդը ով անհուսալի վարկ ունի 3 տարի եւ լսում է, որ այդտեղ ծրագիր կա, ես որ այդպես լինեի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, կդիմեի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ։ Հիմա բայց դիմել են ընդամենը 3500, այսինքն նույնիսկ 10%-ը աշխատող, որ այսօր իր կյանքում ոչ մի բան, մյուսները հələ դեռ պետք է, եթե ոչ ֆորմալ դաշտում են աշխատում, դեռ պետք է մտածեն, դեռ պետք է գործատուի հետ խոսեն, պայմանավորվեն, ոնց մտնեն ֆորմալ դաշտ եւ 40,000 մարդ, որ պետք է օր առաջ դիմի, նույնիսկ ամիս առաջ չի դիմել։ Կարծում եմ, որ այդ թափանիվի էֆեկտը դեռ սպասում ենք, որ կլինի եւ երկրորդը ես կարծում եմ պիտի խնդրենք, որ բանկերը ավելի ինտենսիվ կոնտակտ կազմակերպեն, որովհետեւ հիշում եք, որ այս ծրագիրը ունի դուալ էֆեկտ, իրանք էլ են ստանում էֆեկտներ, որովհետեւ կապիտալ է վերականգնում։ Կարող է այսօր չէ, բայց վաղը ամեն այդ ժամկետանց վարկը դառնում է ստանդարտ վարկ իր եկամտի իր մարման աղբյուրով։ Անհուսալի վարկ ունենալը դեռ չի նշանակում, որ բանկը դիմել է հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ 218 միլիարդ ընդհանուր ծավալի մեջ հազարավոր դեպքեր կան, որ գումարը շատ փոքր է՝ մի քանի հազար դրամ, որոնց համար ֆինանսական կազմակերպությունն անգամ չի էլ դիմում հարկադիր, մանրամասնեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը։ Երկրորդ հանգամանքը դա արդեն սնանք ճանաչված վարկային կազմակերպություններն են։ Մենք այս պահին աշխատում ենք նախարարության հետ, որպեսզի այդ խնդիրը լուծենք, անկեղծ ասած դա շատ մեծ թվեր են։ Էլի փոքր գումարներ են, վերջին 5-7 տարվա ընթացքում մի քանի վարկային կազմակերպություն սնանկացան, որոնք բազմահազար, 100,000-ներով ունեն մանր վարկեր ու իրենց մեխանիզմին միանալը կարևոր կլինի։ Դիմումների ընդհանուր քանակը, երբ ասացի, հաստատվել է 3594, ընդհանուր դիմումների քանակը եղել է 9630, որից հաստատվել է 3594-ը, եւ այդ 6010-ի մերժվածների մեջ մեծ մասով Կենտրոնական բանկի գործընկերոջ կողմից նշված նախկին արդեն լուծարված վարկային կազմակերպություններում մինչև 1 միլիոն դրամ վարկեր ունեցող անձինք են, բայց ներկայումս էլ շրջանառվում է կառավարության որոշումը եւ ես կարծում եմ 2 շաբաթվա ընթացքում արդեն այս լուծումը գտել ենք, քննարկել ենք Կենտրոնական բանկի հետ, կառավարության քննարկմանը կներկայացնենք նաեւ այս խումբ մարդկանց համար մերժումների խնդիրը լուծելու եւ նրանց եւս շահառու դարձնելու հարցը։
Օրակարգային հաջորդ հարցով նախարարական կաբինետը քննարկեց գենդերային քաղաքականության իրականացման 2025-28 թվականների ռազմավարության եւ միջոցառումների ծրագրի նախագիծը։ Գենդերային հավասարության վերաբերյալ Հայաստանը մի շարք կոնվենցիաներ է վավերացրել այս ընթացքում, մանրամասնեց փոխնախարար Ստեփանյանը։ Մի շարք խնդիրներ էին վերհանվել նախորդ ռազմավարության իրականացումից հետո, որոնք տեղ են գտել արդեն 25-28 թվականների փաստաթղթում։ Նոր նախագծով առաջարկում ենք 6 հիմնական գերակայություն։ Ըստ առաջին գերակայության գործողությունների բոլոր ջանքերն ուղղված են լինելու պետական քաղաքականության ու կառավարման ոլորտներում գենդերային հավասարության ապահովման, գենդերազգայունության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես մասնակցային, ներառական ու հասանելի քաղաքական դաշտ ապահովելուն, որտեղ կանայք եւ տղամարդիկ, այդ թվում տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչներ կարող են ակտիվորեն ու լիարժեք մասնակցել ու հավասարապես նշանակալից ազդեցություն ունենալ կառավարման մակարդակներում։ Մյուս գերակայություններն են սոցիալ-տնտեսության եւ աշխատանքային, կրթության եւ գիտության, առողջապահության, կլիմայի ոլորտներում հավասարության ապահովումը եւ գենդերային բռնության, կանանց ու աղջիկների, ինչպես նաեւ ընտանեկան բռնության կանխարգելումը, բռնության ենթարկվածներին պաշտպանելը։ Այստեղ մեր նպատակադրումը հստակ է, որպեսզի մեր հանրության ներուժը մաքսիմալ ներդրվի կամ ներառվի մեր երկրի զարգացման օրակարգերում բոլոր ուղղություններով, սկսած տնտեսությունից, շարունակած հանրային կյանքից, պետական եւ տեղական ինքնակառավարման, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներից, բոլոր ոլորտներում եւ հաշվի առնելով նաեւ, որ այսօր եւ արդեն բավական երկար ժամանակ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, նաեւ այս հանգամանքը շատ կարեւոր է, որպեսզի մենք այդ ներուժը լիարժեք կերպով օգտագործենք։ Աղջիկներն ավելի ակտիվ են կրթական ոլորտում, արձանագրեց վարչապետը եւ նկատեց, տղաների շրջանում անբնական պասիվությունը մեծապես կապված է քրեական ենթամշակույթի հետ եւ այստեղ պետք է հստակ քաղաքականություն մշակվի, ինչ անել տղաներին գիտելիքին ու կրթությանը ավելի մոտեցնելու համար։ Մեր հանրության շրջանում տենց ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը, ասենք օրինակ տղաներին ուժեղացնելու ճանապարհը, ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։ Սա ամենամեծ մոլորությունն է, որ մեր երեկանության մեջ խոսք կա, չէ՞, դե տղա է, ոչինչ, թող մի քիչ էլ տենց բան։ Իրաց թվում է, թե այդպիսով տղաներ ուժեղանում են։ Այդպիսով տղաները թուլանում են, բոլոր առումներով թուլանում են, զրկվում են կամքից, զրկվում են խելքից, զրկվում են ինքնուրույն մտածելու եւ մտածողության սեփական բանաձևեր ունենալու բանից, հնարավոր, ինչքան մարդը քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի հեշտ կառավարելի է։ Ինչքան քրեական իր մտածողության ձևերով, ինչքան քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում, աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ։ Սա ինձ համար աքսիոմ է եւ ինձ համար տեսական թեստ չի սա, այլ մի բան է, որ ես գիտեմ եւ տեսականորեն եւ գործնականում։ Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է։ Փաշինյանի դիտարկմամբ կանանց ակտիվացումը կարևոր է տնտեսական զարգացման ու աղքատության հաղթահարման տեսանկյունից։ Այսօր գոնե էլի վիզուալ տպավորությամբ բազմաթիվ ընտանիքներ Հայաստանի Հանրապետությունում կապրեին, չեմ ասում բացարձակ պայմաններում, բայց ավելի լավ, եթե կանայք իրենց տնտեսական ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն ունենային։ Այս խնդիրները կան մարզերում, բայց գիտեք ինչ, մենք այդտեղ ենք շփոթվում եւ մենք ինքներս մեզ մոլորության մեջ ենք գցում, երբ որ մենք ասում ենք այ մարզերում այդ խնդիրը կա, ոչ այդ խնդիրը կա նաեւ Երևանում, Երևանի ամենակենտրոնում, Երևանի արվարձաններում եւ ամենուր այդ խնդիրը կա Հայաստանի Հանրապետությունում։ 23 թվականին Համաշխարհային բանկի կողմից հրապարակած 22 թվականը ներառյալ վերջին հետազոտական տվյալներն ասում են, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատուժի կազմում կանանց մասնակցությունը կազմել է ընդամենը 48.2%, մինչդեռ տղամարդկանց մասնակցությունը 71.2% է։ Այս պարզ ցուցանիշով 30% շուրջ խզվածքով մենք տեսնում ենք, թե ինչքանով կանայք չեն մասնակցում
մասնակցում մեր տնտեսության զարգացմանը։ Ստեփանյանը նշեց, որ հարցի ժողովրդագրական կողմը եւ հետո նաեւ կանանց վերարտադրության խնդիրը ներառված են ժողովրդագրության եւ զբաղվածության ռազմավարություններում եւ առանձին կետերով նախանշված են գործողություններ 30-ից 40 տարեկան կանանց աշխատաշուկա վերադարձը ապահովելու եւ տնտեսական ակտիվություն ծավալելուն աջակցելու ուղղությամբ։ Հայաստանում գենդերային խտրականություն լինել չլինելու վերաբերյալ քննարկում սկսվեց, արձանագրվեց, որ մեր երկրում դեռ ամեն դեպքում գենդերային խտրականություն կա եւ այն բազմաշերտ է, աշխատելու արգելքից կամ աշխատավարձ չտնօրինելուց մինչեւ ընտանեկան բռնություն։ Եվ շատ կարեւոր է, որ կառավարությունն այս հարցերն ուսումնասիրելու եւ խնդիրները լուծելու պատրաստակամություն ունի եւ գործուն քայլեր է իրականացնում, արձանագրեցին քննարկման մասնակիցները եւ ամեն ինչ պետք է սկսել կրթությունից։ Կառավարության մեկ այլ որոշմամբ ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն ավիաընկերություններին, որոնք չվերթներ կիրականացնեն մինչեւ օրս չսպասարկված նոր ուղղություններից։ Այսպես գործադիրը նպատակ ունի խթանել նոր ուղղություններից ժամանող քաղաքացիների հոսքը յուրաքանչյուր ուղևորի համար տրամադրելով 15000 դրամ շիրակ եւ 20000 դրամ զվարթնոց օդանավակայաններից չվերթներ իրականացնելիս։ Ծրագրով շահառու ավիաընկերությունները համարում են Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի վկայական ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում բազավորված օտարերկրյա օդանավ շահագործողի վկայական ունեցող իրավաբանական անձիկ։ Միաժամանակ շահառու ավիաընկերությունները ծրագրից օգտվելու համար պարտադիր պետք է առնվազն մեկ նոր ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացնեն դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան։ Ամեն նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է 2 տարի ժամկետով։ Գյումրի բերում է նոր ուղղություն, բայց Երևան չի բերում։ Ինքը կարող է դառնում է ծրագրի։ Բայց եթե Երևան բերում է Գյումրի չի բերում, չի կարող։ Չի կարող։ Այսինքն Գյումրիի առաջնահերթությունը Եվ այստեղ նոր ուղղություն տերմինը Գյումրիի համար առանձին է, որ դա պետք է լինի Գյումրիի համար նոր ուղղություն։ Այս ծրագիրն էապես կարող է ակտիվացնել զբոսաշրջային հոսքը։ Կարևոր է, որ կառավարության արած մեկ քայլը հանդիպի մասնավորի համարժեք քայլին, շեշտեց վարչապետը։ Սա է զարգացման տրամաբանությունը։ Կառավարությունը քայլանի, դիմացից քայլ չլինի, դա ըստ էության մենք այդպես ծրագրեր ունենք, որոնք եթե նույնիսկ իրականացվում են, շահառուներ ունեն, արձագանք ունեն, էֆեկտ չունեն։ Մեր ամբողջ խնդիրը այն ինչի մասին նախորդ հարցի քննարկման ժամանակ է որ խոսում էինք, մարդու ակտիվացման մասին է, մարդուն ակտիվանալու խթաններ տալու մասին է։ Դավիթ Խուդատյանը տեղեկացրեց նաև, որ ավելացել են դեպի Կապանի Սյունիք օդանավակայան թռիչքները եւ այս պահին իրականացվում է շաբաթական 5 չվերթ։ Մուշեղ Իսախանյան, լուրեր։